Հիմա նայեք իրավիճ։ Ես ավելի քան 1 տարի բարերևույթ դափորին կյանքի կալանավորված է մեկ հոդվածով, որը ընդունման պահից գոյություն չունի։ Եվ այդ ժամանակահատվածի մի զգալի մասը եղել է նախաքննական փուլ։ Հիմա մեծ մասը նախաքննական փուլ։ Եվ դատական նիստերի ժամանակ սա ներկայացնում էր ամբողջությամբ քննչական խմբի ղեկավար։ Հիմա ներկա դատախազը սրա առնչություն ունի թե չունի։ Ես հիմա նստած պետք է նայեմ մի մարդու իր հայտարարություններին, որը ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքի։ Գիտեք, այն ժամանակ երկրորդ հոդվածը չկար։ Երբ որ կալանքի տարա եւ մշտապես երբ որ երկարաձգում էին հենց այդ հոդվածներ քննվում, որը ըստ էության ճանաչվեց հակասահմանադրական։ Փաստաբանները բոլոր նիստերի ժամանակ ասում էին, սա հակասում է սահմանադրությանը։ Քննչական խմբի ղեկավարը եւ մասնակից դատախազները իրենց ճռնում էին, որ չէ, նույնիսկ երբ ասում են, սա պաշտոնական դիրքի հետ ինչ-որ բան կարող է կապել, թե չէ կարող է կապել, ասում են, սա ընդհանրապես պաշտոնական դիրքի չարաշահման կապման, չկա ընդհանրապես։ Հիմա դատախազը մասնակից է եղել այդ քննչական խմբի։ Հիմա իմ հարցը, ինքը այս ամենի հետ կապ ունի, թե չունի։ Ես չգիտեի, որ ինքը քննչական խմբում էր, անկեղծ ասած։ Եվ անձնապես բան չունեմ։ Անխոչարները շատ բարեխաչորեն է Վահան Հովհաննիսյանի իր աշխատանքը կատարել, որ որևէ բանով ըստ ձեզ պայմանականորեն աչքի չի ընկել եւ չեք իմացել։ Աչքի ընկել է, ես ցույց ասեմ, ես քննչական խմբի ղեկավար եմ մեր արկեսում, բայց ինքը տվյալ դեպքում այս հանցանքի կամ չգիտեմ, ենթադրյալ իմ համար ենթադրյալ հանցանք է, որպես ապօրինի կալանքի կապի 5 տարի, ավելի քան 1 տարի։ Ինքը մասնակից է։ Հիմա ինքը պիտի այս ինչ որ արվել է այդ ընթացքում, ինքը պիտի հիմա փորձի ամեն գնով իր ճշտությունը ասենց ասենք պաշտպան, ասա ճիշտ բան, շատ բարձ հարց եմ տալիս, չեմ փորձում իրավական տեխնիկներով եւ այլն։ Ինչի է սա պետք է ստեղծել եւ շարունակաբար մենք ունենանք այս տղաճողակյա իրավիճակը։ Հիմա որոշումը ձեռն է, բայց դատականի որոշումը հրապարակեց, իսկ հնարավոր որոշակի դատավարական խախտումներ նկատելու դեպքում հաստատ որևէ հանգամանք ձեր խոսքերով ասած որևէ բան, եթե փորձ արվի չնայած հասկացակապես նման կասկած եւ մտահոգություն դատականության կողմից այս բանը չի արձանագրում, եթե որևէ նման ժամանականորեն մտահոգություն լինի, ապա դատարանի աչքից որևէ բան չի վերիպի, անհրաժեշտության դեպքում դատարանը հենց ինքը հարցից ազատելու հարցը քննարկման առարկա կդարձնի։ Այս մասով դատարանի որոշումը ստացել հրապարակ